Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եվ այսպես, երևի այսպես ամփոփենք անցնող շաբաթը եւ խոսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից, Պուտինի հետ հանդիպումից, այնտեղ դիտարկումները, Ռուսաստանի նախագահի շեշտադրումները, իհարկե, որին հաջորդեց նաև Օվերչուկի հայտարարությունը, այս ամենի հետ կապված, ինչն է հատկանշական, որ մինչև ինքը Ռուսաստան կմեկներ, հիշում եք, չէ, ինքը անընդհատ խոսում էր բանը, գնում եք այստեղ այնտեղ կոշիկներն եք լիզում, ընդդիմադիրների հասցեին այսպիսի հայտարարություններ էր անում, ինքնիշխանությունից էր խոսում, բայց կարծեմ նախորդ շաբաթվա կառավարության նիստից հետո ճեպազորույցի ժամանակ ասել բա ոնց, բա ես պիտի զանգեմ Ռուսաստանի նախագահին, բա ես պիտի հանդիպում խնդրեմ այս մասով, հա, բա որտեղ է այդ քո ինքնիշխանությունը եւ հետո նաեւ տեսանք ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, համեցեք։ Շնորհակալություն նախքան զրույցին ասել թույլտվեք ձեր ունկնդիրներին եւ լսարանին շնորհավորեմ Սուրբ Հիսուս Քրիստոսի շոփարության տոնի կապակցությամբ բոլորի մաղթեմ հաջողություն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ուրեմն ես մի հատ ընդհանուր անդրադառնամ այդ այցի շրջանը այցին եւ հետո այդ որոշ կետեր եղան մանրամասամբ կարելի է դրա մասին խոսել։ Ես կարծում հետաքրքիր այդ այցը հերթական Նիկոլի այդ պատմական շրջադարձերն ա, որ երբեմն կատարվում է միանգամից գնում է մեկ ուղղությամբ ու հետո միանգամից 180 աստիճան թեքվելով սկսում է հակառակ ուղղությամբ թեքվել։ Սա կարծում եմ հենց նույնն էր, այսինքն մի որոշակի ժամանակ դեպի արևմուտք, դեպի Թրամփ գնալուց հետո, դեպի Միացյալ Նահանգներ գնալուց հետո միանգամից սկսեց էլի շրջադարձ կատարել ուղղակիորեն եւ 100%-ով թեքվելով հիմա փորձեց գնալ դեպի Ռուսաստան, այնտեղ ինչ-որ խնդիրներ լուծել։ Իհարկե դա իմ համոզմամբ ունի երկու հիմնական պատճառներ, մեկը ընտրությունները, մեկը նաեւ ինչ-որ կերպով առնչվում է վերջին զարգացումների, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, շատ բան է փոխվել, կարծում եմ անցած օգոստոսի համեմատությամբ եւ դրանք Նիկոլին լուրջ մտահոգել են հատկապես իր խաղաղության օրակարգի հետ կապված։ Բայց ընդհանրության մեջ եթե նայենք հանդիպումը, ասենք այդ մանրամասնությունները, որ հրապարակվեց հանդիպումից դուրս եկավ, ինձ համար հետաքրքիր է, որտեվ ընդհանրապես նման հանդիպումների այդ արարողակարգային բաժինը, որ բաց է լրագրողների համար, որ այդպես հայտարարվում է, հրապարակվում է, դրանք շատ սահմանափակ է եւ ընդհանրապես կարևոր հարցերը փակ հանդիպումների ժամանակ է քննարկվում եւ հետո դրանք շատ ընդհանուր հաղորդագրությունների տեսքով ձևակերպված կերպով են ներկայացնում։ Բայց այս հանդիպումը մի տեսակ կարծես բաց տեղի ունեցավ եւ շատ ավելի այդպես ընդհանրացած կերպով ներկայացվեց թեմաները, կարծում եմ թե Ռուսաստանը, թե Նիկոլը ցանկություն ունեն, որպեսզի հասարակություն այդ զրույցների ականատեսը լինի եւ բոլորը տեսնեն թե ինչ է տեղի ունենում եւ երկու կողմում էլ այդ ցանկությունը կար, կարծում եմ հատկապես հայ հասարակության մոտ ցանկություն կար, Պուտինը ցանկանում է որ լսեն իր խոսքը, ինչ է ասվում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, Նիկոլի այդպես ասած վարած քաղաքականության մասին, գուցե նաև Նիկոլն էլ ինչ-որ կերպով հիմա ինչ-որ ուղերձներ ցանկանում էր այդպես հղել։ Իսկ ինչ վերաբերում է այցին, կարծում եմ շատ հստակ առաջի պայմանը ընտրությունների հետ կապված է, Նիկոլը լուրջ մտահոգություններ ունի ընտրությունների հետ կապված եւ շատ լավ հասկանում է, որ ռուսական գործոնը հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի հզոր է լինելու եւ դա ուղղակիորեն հակազդելու է գալու, այսինքն իր վերաբերմունքի պատճառով, որ այսինքն դեպի արևմուտք, դեպի Եվրոպա գնալ հակազդելով, բնականաբար դրա արդյունքը լինելու այն, որ ռուսական գործոնը սկսելու է այդտեղ ուժեղանալ։ Եվ ինքը կարծում եմ փորձում էր այս այցը կազմակերպելով այդ գործոնը մասամբ հակակշռել եւ մեղմացնել, հույս ունենալով ինչ-որ այդպես ասած դրական քայլեր կստանա, այդպես ասած դրական ուղերձներ կստանա Պուտինից։ Նաև ես կարծում եմ վերջին իրադարձությունները, որ տեղի ունեցան, ասենք Միջին Արևելքում դեռ տեղի են ունենում, մի տեսակ Նիկոլի խաղաղության օրակարգն են տարել հարցակալի տակ, տեսնում եք, որ վերջի շրջանում ընդհանրապես TTIP-ի մասին շատ այլևս չի խոսվում, Նիկոլը նույնիսկ մեկ պարագա, եթե չեմ սխալվում, կառավարության նիստի ժամանակ է շատ հստակ ասեց, որ այս պայմաններում ընդհանրապես այդ նախաձեռնության մասին խոսելը անիմաստ է, այլև առայժմ գոնե եւ պարզ է, որ ինքը հաջորդական ընտրությունների ժամանակ կորցնում է կարևոր մի գործոն, որ այդ TTIP-ի այդպես ասած նախաձեռնության, այդպես ասած դրա վրա մանևրելու խաղաղության այդ փաստաթուղթը ներկայացնելու հնարավորություններ։ Հիմա այս լույսի տակ, քանի որ դա արդեն երկրորդական է դարձել, ոչ Միացյալ Նահանգները այդ կապակցությամբ շատ հետաքրքրություն ունի, ոչ հնարավորություն լինում, որից այդպես ասած գնալ ինչ որտեղ այդպես ասած բացման երիզներ կտրել, ոչ ներդրումներ կամ ոչ մի առաջընթաց չկա այդ կապակցությամբ, հետաբար ինքը կարիք ունի հետաբար գործոնների, որոնք պիտի
միակ ելքը, որ իրեն մնում է վերադառնալ դեպի Ռուսաստան եւ հույս ունենալ, որ այս ընտրությունների կապակցությամբ գոնե այդպիսով կկարողանա իր դիրքերը մի քիչ ամրապնդել։ Բայց կարծում եմ հայտարարությունը հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունները հատկապես ռուսական կողմից շատ հստակ էին, որ խոսում են շատ խոր խնդիրների մասին, որոնք հարաբերությունների մեջ կան, թեև այդպես ասած արարողակարգային ձևակերպումները ամեն դեպքում փոխադարձ հարգանքը կա, բայց ամեն դեպքում շատ հստակ էր խնդիրները, որոնք դրված են, խնդիրները, որոնք կան, շատ հստակ կերպով օրինակ համար Ղարաբաղի հարցի կապակցությամբ մեղադրանքները երկու կողմից հնչվեցին, Նիկոլը փորձեց դա գցել ռուսների գրպանը, բայց Պուտինը շատ հստակ կերպով բացատրեց, թե ինչա կատարվել ՀԱՊԿ-ի հետ կապված, նաև տարբեր ԵԱՏՄ, Եվրամիություն հարաբերությունների հետ կապված, կարծում եմ այս բոլորը միշտ խոսում են շատ լուրջ եւ խորը խնդիրների մասին, որ այս պահին գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում, բոլորս էլ այդ մասին գիտենք։ Նիկոլը գուցե փորձում էր մեղմել դրանք, գնալ, ասել ես գնացել եմ Պուտինի հետ հանդիպել եմ, նման խնդիրներ չկար, ինչ-որ խոստումներ տար Պուտինին, խոստումներ ստանալ, որ այդպես ասած ուղղակիորեն դերակատարություն չի լինի, երաշխավորվի իր վերընտրությունը, բայց կարծում եմ մի տեսակ հակառակ արդյունք ստացվեց, որտեղ ամեն ինչը տեսախցիկների առաջ արձանագրվեց, թե ինչպիսի իրավիճակ է տիրում, եւ կարծում եմ հետո արդեն ժողովուրդն է, որ հիմա պիտի որոշում կայացնի, թե դեպի որ ուղղությամբ է ցանկանում գնալ։ Ես ընդհանուր սա կարող եմ ասել, եթե որոշ դրվագների կապակցությամբ խնդիրներ, հարցեր կան, Հետաքրքիր է, որ Զատուլին խոսել էր եւ ընդգծել, որ ըստ էության Ռուսաստանի նախագահը հստակ էր արտահայտել, որ անհնար է համատեղել ԵԱՏՄ ԵՄ անդամակցությունը եւ ինչն է հատկանշական, որ ըստ Փաշինյանը փորձում է անընդհատ հայ հասարակությանը խաբել, դրանով իսկ Ռուսաստանի հետ կապերի թուլացումն է, կապերի թուլացնել ու Եվրոպայում ավելի լավ ճակատներում, ավելի լավ կյանքի պատկեր ստեղծելով, հա, այսպիսի իմիտացիա ստեղծել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե նաեւ Օվերչուկի հայտարարությունը, որ նշել էր, որ միայն Ռուսաստանն ու Հայաստանը 25 թվականին փոխադարձ առևտրում կորցրել են 5.1 միլիարդ դոլար միայն ԵՄ-ի մասին խոսակցությունների պատճառով։ Սրա հետևությունները էլի այն դեպքում, որ Ռուսաստանի փոխվարչապետը հավելել էր, որ Հայաստանի բիզնեսները պետք է իրատեսորեն գնահատեն ԵՄ-ի ապրանքներ վաճառելու հեռանկարները։ Կարծում եմ հայտարարությունը շատ հստակ էր, որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են, կարծում եմ Նիկոլն էլ դա հասկանում է, թե չեմ սխալվում, ինքն էլ իր հայտարարությունների մեջ դա կատարեց, որ իրենք էլ գիտեն, որ դա հնարավոր չէ, միշտ որտեղ գուցե պիտի որոշում կայացնեն, դեպի որ ուղղությամբ են գնում, բայց օրինակի համար հիմա նախընտրական իրենց ծրագիրը, որ հրապարակվել է, թե չեմ սխալվում, կարևոր կետերից մեկը դա ԵՄ-ի անդամակցության հայտ ներկայացնելու խնդիրն է դրված, այսինքն մի տեսակ դեռ Ռուսաստանից չվերադարձած իրենց նախընտրական ծրագրի մեջ շատ հստակ կերպով խոսում են դեպի Եվրամիություն գնալու մասին։ Բայց այն, որ այդ երկու կառույցները ընդհանրապես անհամատեղելի են, շատ հստակ է Նիկոլը խոսած այդ մասին, եւ նաեւ Պուտինը շատ հստակորեն հայտարարեց, որ դրանից հետ արդյունքում Հայաստանը շատ բան է կորցնելու, օրինակի համար շատ հստակ կերպով խոսվեց գազի խնդրի մասին, որ այս պահին եթե չեմ սխալվում 177.5 դրամով է այդպես ասած վաճառվում, բայց հետո եթե ԵԱՏՄ-ի անդամ չլինի Հայաստանը, դա արդեն բարձրանալու է 600 դրամի, մոտավորապես շուրջ 5 անգամ ավելի է թանկանալու Հայաստանում գազի գին, ինչը բնականաբար բավական լուրջ խնդիրներ է ստեղծել, այսինքն շատ հստակորեն ասաց, որ այդ երկուսը անհամատեղելի են, բայց Նիկոլը մի տեսակ կարծես փորձումը շարունակում է, այդպես ասած, երկու տիրոջ ծառայելու անհնարին այդ սցենարը իրականացնել, թե այս մյուս կողմ ունենալ, թե մյուս կողմ ունենալ, երկու տեղն էլ շահել, ինչ-որ բաներ ձեռք բերել, որը շատ հստակ է, որ անհնարին է, որտեղ միշտ որտեղ ինքը շատ հստակ է, կարծում եմ ինքն էլ հասկացավ, որ պետք է եզրակացություն կայացնի, հիմա մի տեսակ դա էլ գցելու է ժողովրդի գրպանը, որտեղ իր նախընտրական ծրագրի մեջ այդ կետն է դրել դեպի Եվրամիություն գնալու։ Հիմա հույս ունի, որ եթե իրենց կուսակցությունը կամ քաղաքացիական պայմանագիրը կկարողանա բացարձակ մեծամասնություն շահել, դա կնշանակի, որ ժողովուրդը ձայն է տվել դեպի այդ ուղղությամբ գնալու, հետեւաբար պետք է գնալ դեպի այդ ուղղությամբ։ Բայց բնական է, որ մենք վերջին շրջանում բավական բաներ ենք կորցրել եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վնասելը բավական լուրջ խնդիրներ է ստեղծելու, որտեղ դիմացը ամեն դեպքում այս կողմը ռեալ դու հստակ ինչ-որ բաներ ունես հարյուրամյակների ընթացքում ձևակերպված տնտեսական շահեր, հարաբերություններ, բայց մյուս կողմում ընդհանրապես խոստումներ են, որոնք տրվում են եւ որից է բան իրականություն չի դառնում։ Նիկոլն դա շատ լավ հասկանում, օրինակի համար հենց նույն հանդիպման մասին խոսում է ատոմակայանի կառուցման մասին Պուտինի հետ, միշտ ինքը մոդուլային ատոմակայաններ կառուցելու խոստումը տվել էր Միացյալ Նահանգներին։ Հիմա միայն Նիկոլն է կարող նույն բանը բերել, միաժամանակ երկու օկու վաճառել, հիմա մի հատ Թրամփին է վաճառել նույն այդ թեման ատոմակայան կառուցելու, բերման նույնն էլ ուզում է վաճառի Ռուսաստանի, միշտ գիտենք այդ երկուսը այն նույն թեմանա, որ մեկտեղ համատեղելի չեն։ Ամեն դեպքում այս ընթացքով որ գնում բնականաբար հայ-ռուսական հարաբերությունները լուրջ վնաս են կրելու եւ կարծում եմ
մինչև ընտրությունները մենք պիտի սպասենք, տեսնենք ժողովրդի ընտրությունը ինչ ա լինելու, ընտրություններից հետո կարծում եմ շատ հստակ ա լինելու սրանից հետո, այսինքն ընտրությունների արդյունքով, որ մենք դեպի որ ուղղությամբ ենք գնում ենք դեպի Եվրամիություն, թե դեպի մնում ենք ԵԱՏՄ-ին եւ դեպի ռուսական այդպես կողմնորոշում պահպանվում է։ Ժողովրդավարությունից էր խոսում, բայց մենք տեսանք, որ անմիջապես այդ ժողովրդավարությունից խոսելուց հետո վերադառնում է Հայաստան կառավարության նիստից հետո շեփազրույցի ժամանակ իր պահվածքը, իր գորգորոցը լրագրողի նկատմամբ, լրագրողի հասցեին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Դեք արդեն ծիծաղալի է հատկապես թեմայի մասին խոսել, ժողովրդավարության մասին խոսել Հայաստանում, ամեն օր միտեղից ձայնագրություն, գաղտնի ձայնագրություններ են հրապարակվում, դա այդպես ասած անիմաստ թեմաներ, որոնք ընդհանրապես ժողովրդավարության հետ ոչ մի խնդիր չունեն, խոսում է դրանց մասին եւ կարծում եմ բոլորի համար արդեն սա շատ հստակ է թե ինչա տեղի ունենում։ Շատ բան հետաքրքիր է, որ ինքնասպեր որ Հայաստանում որևիցե մեկը քաղաքական նպատակներով չի հետապնդվում կամ այդպիսի բան չկա, բայց բոլոր տեսնում ենք օրինակ Սամվել Կարապետյանը ինչու այսօր գտնվում բանտում կամ օրինակ Բագրատ Սրբազանի կապակցությամբ ինչպեսի վերաբերմունք կա ցուցաբերվում եւ հիմա դա միայն փոքր նմուշներն են ցուցակը կարելի է ընդլայնել գուցե մի 100 կանոն կարելի է այդ ցուցակի մեջ գտնել։ Պարզապես ով քաղաքական հայտ է ներկայացնում որպես ընդդիմադիր գալ ներկայանալ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքում, մի տեսակ հաջորդ օրը պես ասած չգիտես որտեղից որտեղ գնում են միջավ ամբողջ տասնամյակներ առաջ են գնում, ինչ որտեղ փորփրում են, ինչ որ բան գտնում են, բերում են, սկսում են քրական գործեր կառուցել եւ այդպես ասած հետապնդում իրականացնել։ Քաղաքական հետապնդումը պոչով չի լինում, հենց էսա որ կա։ Եթե կարծում եմ այդ ժողովրդավարության մասին խոսելը անիմաստ է, կարծում եմ բոլորի համար շատ բարձ է այսօր ինչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանում ժողովրդավարությունը, կարծում եմ ավելորդ է ընդհանրապես խոսել թեմայի մասին։ Գալով Հայաստանին, այս ամեն դեպքում քանի որ ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու մետրոյում միջադեպի հետ կապված, ես կխնդրեմ նախ այս հարցին անդրադառնալ, հետո նաև բնականաբար պետք է խոսենք մեր Արժանի հայ երիտասարդների մասին, Դավիթի եւ Միքայելի, որոնք ուղղակի զոհ գնացին ըստ էության Նիկոլ Փաշինյանի սադրանքին եւ եկեղեցին մտնում էր եւ իրեն ասացին մի պղծեք եկեղեցին, ինչի հետևանքով տեղի ունեցավ միջադեպը, բայց մինչ դրան անդրադառնալը կխնդրեմ խոսենք մետրոյի միջադեպի, այս իր պահվածքը, փախածներ, այդ գոռոցը, այդ ամեն ինչը ինչի դրսևորում է։ Ինքը շատ լավ գիտի ինչ ա կատարել, գիտեք ամենից լավ եւ ամենից հստակ ինքն ա իմանում թե ինչ ա կատարել եւ ամեն անգամ երբ այդ իրավիճակը պստում են իր երեսին, ըտանից սկսում արդեն ոգեխանգարմունքի մեջ ընկնել ճղածիկումներ անենում, որտեվ եթե դու իրականություն ես իրան ասում եւ ինքն էլ գիտի որ դա իրականություն է, բնականաբար արդեն սկսում է հունից դուրս գալ եւ իր միակ զենքը որ ունի այս պահին գորգրալն է եւ այսպես ասած թեման շեղելն է հարցը ուրիշի գրպանը գցել եւ տեսնենք այդտեղ երբ այդ արցախցի կինը շատ իրան հստակ ասում է որ դուք եք հանձնել կամ այդ իրավիճակը պես ասած շատ հստակ գնահատական է տալիս արդեն Նիկոլը դուրս է գալի փոստով դուք փախածներ եք հետո ժամեր անց գնում է հետո տեսնում է թե ինչ ասել նախ ասում է չեմ ասել այդպեսի բան հետո տեսնում է ասել եմ հետո փորձում է մի տեսակ մեղմել ներողություն խնդրել կամ հարցը խնդրել ասում եմ ամբողջը գալիս է այնտեղից որ ինքը ամենից լավ գիտի որ ինչ արեն ինքը ամենից լավ գիտի որ այդ ամեն ինչը իր պատճառով է տեղի ունեցել սկսած Պուտինից, որ հանդիպման ժամանակ շատ հստակ կերպով հայտարարեց, որ Արցախը հանձնող հիմա այդպես ուղղակի բառերով չասեց, բայց շատ հստակ ասեց, դուք որ գնացիք Պրահայում նման հայտարարություն կատարեցիք, մենք այլևս այդտեղ ասելիք չունենք, դուք եք Արցախը հանձնել, շատ հստակ էր, կարծում եմ Պուտինի ասածը։ Նաև Ռուսաստան այցի ժամանակ այդ ժողովրդային այդ ընդդիմությունը բողոքի ցույցը որ տեղի ունեցավ, կարծում շատ հստակ է այս ամբողջ իրաց պահվածքը, որ հիմա այս պահին ունեն, հիմնականում դա եւ միակ զենքը, որ այս պահին ինքն ունի, հենց դա է, երբ նման հարցադրումների դիմացականում սկսի գորգորալ, փորձել թեման շեղել, բայց հասկացողը կարծում եմ արդեն գիտի, թե ամեն ինչի պատասխանատուն ով է եւ ով է եղել այս ամեն ինչի հեղինակը եւ բնականաբար մի ինչ-որ պատասխան են տալ այս ամեն ինչի համար։ Միջադեպին եկեղեցու հերթական անգամ ինքը շատերի գնահատում գնաց ուղիղ սադրանքի, լավ գիտեր, ասենք պատարակ է ընթանում եւ այնտեղ իրոք հավատավոր ժողովուրդը կադրերը կան հստակ ոնց են ուղակի գոռում, աղմկում, որպեսզի ինքը դուրս գա եւ չպղծի եկեղեցին։ Խնդրեմ այս մասով եւ Դավիթը, որը այսօր գտնվում է 2 ամսվա կալանք են տվել մնացական Մարտիրոսյան այդ հայտնի դատավորը եւ այսօր 18-ամյա բացառիկ առաջադիմությամբ երիտասարդը այսօր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Տեսեք, այս մարդիկ քարոզչական ցանկացած մեթոդ այս օրերին օգտագործում են։ Դրանցից մեկը իրենց զոհի կարգավիճակում դնելն է եւ զոհի կարգավիճակում հայտնվելու համար դու պիտի բնականաբար սադրես ինչ-որ բան անես, որպեսզի հետո նման միջադեպեր լինի, հետո դու հայտնվես զոհի կարգավիճակում ու հետո արդեն շարունակությունը գիտենք թե բոլորս ինչ է կատարվում։ Խելոք մարդը գոնե կհասկանա, որ ասիկ այդ թիկնապահները, այդ շրջապատը, որ ինքն ունի անվտանգության ծառայությունները, ովքեր պես ասած իրականացնում են իր անվտանգությունը, պետք է իրենք խորհուրդ տան, իսկ որքան գիտեմ, ընդհանրապես խորհրդակցում են, օրինակ ասում են, քո այստեղ քո ներկայանալը լավ է, հնարավոր չի, կարող ենք ապահովությունը, պես ասած, ապահովենք անվտանգությունը, թե չէ։ Շատ բնական է, որ այդ պահակախունդը այդպես անփորձ մարդիկ չեն, թիկնապահներ, որ իրեն չասեն, դու մտնում ես մի հատ եկեղեցի, այդքան ժողովրդի մեջ ես մտնոլորտով որ կա, հնարավոր է որ այդպես ասած միջադեպեր տեղի ունենան, կարող է հետագային խնդիրներ առաջանան, ավելի լավ է որ ընդհանրապես չգնաս նման տեղեր չներկայանաս, որ միջադեպեր չլինեն, խնդիրներ չառաջանան։ Ինքը շատ լավ գիտի, որ նման միջադեպեր առաջանում են, բայց գիտակցելով հանդերձ գնում է եւ նշանակում է, որ ինքը բնականաբար փորձում է սադրել, հույս ունի, որ մի տեղից ինչ-որ մի բան կլինի, հետո դրա վրայից արդյունքում ինքը կհայտնվի զոհի կարգավիճակում, հետո կսկսի դա գցել ընդդիմադիրների գրպանը, հետո գետին պարկեսնելու թեմաներ եւ արդեն տեսնում եք շարունակություն ինչա կատարվում 18-ամյա երիտասարդների բռնում են տանում են այդպես ասած կալանք են տալիս քանի ամսով ուզում են զորով պահել մի տեսակ արդեն բոլորս էլ գիտենք այդ կալանքները դարձել են Հայաստանում պատժելու միջոց որտեղ մարդը առանց այն որ ապացուցվի որ ինքը արժանի է նման պատժի արդեն իսկ 2 ամիս պիտի պատիժը կրի հիմա առանց որից այդպես ասած դատապարտվածություն ունենալու 2 ամսվա այդ պատիժը ամեն դեպքում over գնմա կալանքի կարծես սեվույթին պետք է անպայմանորեն կրի եւ նման այդպես ասած իրավիճակներ ստեղծելա, բայց կարծում եմ շատ հստակ է որ սա ուղղակիորեն իր սադրանքներ, խելոք մարդը կամ մի քիչ այդպես ասած adekvat մարդը կիմանա որ նման տեղեր որպես ինքը վարչապետ այս մթնոլորտով իր շուրջ հիմա գոյություն ունի, չպետք է ներկանալ։ Իսկ եթե գնում է, կրկնում եմ, դա շատ բարձր որ սադրանք է իր կողմից եւ հիմնական եւ գլխավոր մեղավորը հենց ինքն է, որ չպետք է գնա չներկանա նման տեղերում, թույլ չտալու որպեսզի նման միջադեպեր տեղի ունենան։ Վերջնաշով ինքը գիտի ժողովուրդ իր մասին ինչպես են կապում Այն փոքր շրջանակը, որ գնում է գյուղեր, բերում են, կանգնեցնում են, ձեռք են սեղմում, փաթաթվում են իր վզին, համբուրում են, գեղեցիկ խոսքեր են ասում, ինքը շատ լավ գիտի, որ դրանք որտեղից են գալիս, ովքեր են, բայց այդ եկեղեցու մեջ նման բազմությունը բնականաբար ամեն ձևի մարդ այդտեղ կա եւ իսկական ժողովրդի վերաբերմունքը կարծում եմ հենց այդտեղ է, որ իր հանդեպ ցուցաբերվում է։ Դե մենք տեսնում ենք հիմա նաև ինքը մարզային այցեր է անում, գնում է այստեղ այնտեղ եւ այդ ընթացքային հա հունից դուրս է գալիս բղավում քաղաքացիների վրա։ Այս ամենը ինչի դրսևորում է պարոն Մարգարյան։ Նիկոլը հիմա մի քիչ այդպես ասած, գիտեք, այդ պահված եթե նայեք առավոտից որ արթնանում է այդ սրտիկները, որ դնում է մինչև երեկոյան 1001 այդպես ասած կերպարանք է փոխում, տեսախցիկների առաջ մինչև գիշեր ավարտում է։ Կարծում եմ այս մարդու անհավասարակշռությունը գալիս է այնտեղից, որ հիմնականում ինքը գիտի ինչ վիճակում է գտնում։ Նույնիսկ մինչև այնտեղ են հասել այդ անհավասարակշիռ, որ մի թեթև ձայն շահելու համար պարտավոր է կինը գնալ առանձին ապրել այնպես ձևանալ, որ բաժանվել են իրարից, բոլորս էլ գիտեք այդ ամբողջը թատրոնը, կինո են բեմադրել բոլոր սաղ ժողովրդի համար, կին առանձին աշխատանք տանում, ինքը առանձին է տանում։ Գիտեք, երբ որ այս մակարդակի հայտնում, շատ բնական է, որ արդեն ինքը այդ ինքնատիրապետումը սկսում է կորցնել եւ արդյունքը լինում է հենց այս իրավիճակները, որ կան գոր գրալ, գնալ միտեղ սկզբում գեղեցիկ խոսքեր ասել, հետո ամենափոքր քննադատությունը, որ իր հասցեին իջեցնեն, սկսում է գոր գրալ հունից դուրս գալ։ Ես կարծում եմ դա խոսում է իր անհավասարակշիռ վիճակի մասին հոգեկան առումով եւ դրա պատճառը հիմնականում ասում եմ նախ այն ամեն ինչն որ ինքը կատարել է եւ գիտի կատարել է գիտի որ հաջորդ ընտրություններում ինքը լուրջ խնդիրներ ունենալու հնարավոր է որ այլևս իշխանություն չլինի եւ շատ լավ գիտի որ իշխանություն չլինի դեպքում հետո նոր այդ պայից սկսելու արդեն գալու է պատասխան տալու ժամանակը եւ ահա կարծում եմ այդ իրավիճակից է որ ինքը սարսափում հիմա դեռնեդուր է տալու որ այդ իրավիճակում չայտնվի Պարոն Մարգարյան, տեսեք, հա, ինչ որ պրիվետներից էին իրենք անընդհատ խոսում, պրիվետ էին ասում, քանի հազար պրիվետ ունի ստանալու Նիկոլ Փաշինյանը Արցախի պատերազմի հետևանքով այդքան զոհերի, ջերմուկում սեպտեմբերյան մարտերի հետևանքով չծնված երեխան եւ նրա մայրը Սոնա Մնացականյանը։ Ես խնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։
Այդ փոփոխացեմ պատասխանը ժողովուրդը կտա ընտրությունների ժամանակ ինքը կստանա այդ ամեն ինչի պատասխանը, որ ինքը կատարել է։ Այսինքն այդ ամեն ինչը, որ դուք տվեցիք, գուցե մի փոքր բաժին է, հիմա դրանք պետք է ավելացնել COVID-ի շրջան։ Գիտեք, այս մարդու իշխանության այս 8 տարիները մոտավորապես արդեն 7 տարի է լավ 2018 արդեն 8 տարի է լավ մոտավորապես։ Այս 8 տարիները իսկապես մեր ժողովրդի ամենաողբերգական վերջին 30 տարվա պատմության ամենաողբերգական եւ ամենամահաբեր տարիներն են եղել։ Որևիցե ղեկավարի սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, որ Ղարաբաղյան պատերազմն է եղել իր ժամանակաշրջանում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մինչև այսօր որևիցե Հայաստանի ղեկավարի չեք գտնի, որ իր իշխանության ժամանակաշրջանում այսքան մահ, այսքան կորուստ, այսքան վնաս պատճառված լինի մեր պետականությանը, մեր ժողովրդին, սկսած մարդկային կորուստից մինչև ֆինանսական, մինչև տնտեսական, մինչև արժանապատվություն։ Եվ այս ամեն ինչը բնականաբար պատասխանա տալու եւ ոչ միայն ինքը բոլոր նրանք ովքեր իր կողքին կանգնած են եղել կարծեմ պատասխանատվությանը ենթարկվելու շուտով։ Հիմա գալով հա սպասվող ընտրություններին, ճիշտ էր արդյոք միասնական ճակատով, որ ընդդիմությունը չգնաց։ Գիտեք, իդեալական մի բան է միասնական ճակատը։ Անշուշտ, եթե լիներ այդպիսի մի բան, լավ բան կլիներ, բայց երբ որ գործնականում այդպիսի բան հնարավոր չի, նստել այդ տարբերակի մասին մտածելը կարծում եմ անիմաստ է լինում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ միասնական ճակատը ամեն դեպքում հնարավոր գործնականում գոնե հնարավոր չի դառնալու, որովհետև ամեն դեպքում դու չես կարողանալու ողջ ընդդիմադիր դաշտը հավաքել մեկ միասնական ճակատում, դա հնարավոր չի այլ նվազագույն այն որ ասենք գրպանային ընդդիմություն կա այդտեղ, որ այդ գրպանային ընդդիմությունը ամեն դեպքում չի միավորվելու, միասնական ճակատով հանդես չի գալու եւ ասենք ամեն դեպքում չի ստացվելու։ Եվ բացի այն, ես կարծում եմ շատ հստակ գնահատականը մի անգամ նախագահ Ռոբերտ Քոչարյան տվեց, որ այս ընտրությունների այդ միասնական ճակատի դեպքում անպայման չի, որ 2 գումարած 2 դառնա 4, կարող է հակառակ արդյունք կտա, որտեղ այդ միասնական ամեն դեպքում տեխնացուի հարցը կա։ Հիմա քաղաքական ուժերը միայն չեն, որ դերակատարեն այդ քաղաքական ուժերը կարող են գան միանան կոչ անեն ժողովրդին, բայց վերջին հաշվով մյուս կողմում կանգնած աջակիցները կանգնած են ժողովուրդը, որոնք ամեն դեպքում նրանց անհատական ցանկություններն էլ պետք է այդ միասնական ճակատի մեջ դրսևորված լինի, որպեսզի մարդիկ գնան կանգնեն ընտրությունների մասնակցեն եւ ձայն տան։ Ես կարծում եմ այս ձևաչափով, որ այսօր ընդդիմությունը փորձում առաջնորդվել, շատ ավելի արդյունավետ ձևաչափ է, քան ասենք միասնական մեկ տեխնացուով ընտրությունների գնալու հնարավորությունը, որը կարծում եմ իդեալական էր Երանի լիներ, բայց գործնականում եթե չի լինում, կարծում եմ այս մոդելը, որ հիմա կիրառվում է, ամեն տեխնացու իր ցանկացած, այսպես ասած, իր շրջապատի վրա աշխատանք տանելով, իր ընտրազանգվածին մոբիլիզացնելով փորձում է իր շուրջ համախմբել, ձայներ հավաքել, հույս ունենալով, որ հետագային հնարավոր կլինի, ինչպես ասենք Գյումրիում մի թեթև հաջողեց այդ բան անել, գոնե հույսերը կարծում եմ հիմա նախադրյալները որ կան, եթե որից է բան չպատահի, հնարավոր է գոնե մինչև հունիսի 7-ը անել կամ գոնե սոցհարցումների արդյունքները այս բանին դա են ցույց տալիս, որ թղթի վրա հնարավոր տարբերակ է։ Հիմա թե ինչ տեղի կունենա, ինչ անակնկալներ կա առաջիկա ամիսների ընթացքում դժվար է դրանց մասին գուշակություններ կատարել, բայց այսօր այն ինչ որ թղթի վրա կա, եթե դու թղթի վրա գծում ես միասնական ճակատի հայմատությամբ, այս ձևաչափը, որ հիմա գնում է, ես կարծում եմ շատ ավելի արդյունավետ մոդել է, որ կիրառվում։ Ինչու պետք է հասարակությունը մերժի Նիկոլ Փաշինյանին եւ չընտրեն, չկատարեն նույն սխալը, որը տեղի ունեցավ 2021-ին։ Որովհետեւ ղեկավարը ինչ պիտի անի, որ դուք իրեն մերժես։ Նվազագույնը քեզ խոստում ա տվել շատ բաներ անելու, չի կատարել։ Հիմա ժողովուրդը կարծում եմ պիտի մի հատ նեղություն կրի, գնա վերցնի 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագիրը կարդա, այն խոստումներ, որ այնտեղ տրել էր Հադրութը վերադարձնելու, Շուշին վերադարձնելու, ինչ գիտեմ, Արցախի, Արցախահայության իրավունքների հետապնդումը, 1001 այդպիսի բաներ խոստումներ կան։ Դրանցից սկսած մինչև տնտեսական տարբեր, այդպես ասած առաջադիմություն կամ տնտեսական աճ, որն է Նիկոլ Փաշինյանը կարողացել իրականություն դարձնել։ Հիմա ոչ միայն Հադրութ ու Շուշին չվերադարձրեց, ամբողջ Արցախը հայաթափված հանձնեց թշնամուն, դեռ Արցախահայության իրավունքների խնդրով էլ հիմա նույնիսկ չի համաձայնվում Արցախահայության իրավունքների խնդիրը բարձրացնել։ Դա նվազագույնն է, ասենք այն բանը, որ ինքը խոստացել է ժողովրդին եւ չի կատարել։ Խոստանում էր խաղաղություն բերել, այդպես է ձևացնում, որ եթե ընդդիմությունը գա իշխանության 2021 թվականին անպայման պատերազմ կլինի, նույն բանը, որ հիմա է փորձում ժողովրդին համոզել, ընդդիմությունը չընտրվեց, ինքը ասում էր ապագա խաղաղություն կբերեմ ձեզ համար, ընտրվեց երկրորդ անգամ անցնող, այսպես ասած 5 տարիների ընթացքում, քանի արդեն մոտավորապես 3-4 պատերազմի մենք ականատես ենք եղել, դրա վրա գումարած ամբողջ Արցախի հայաթափումն ու հանձնումը։
Գիտեք, այս սրանցից 1/1000-ը եթե մի երկրի մի ղեկավար կատարած լիներ, այդ երկրի ժողովուրդը այլևս հաջորդ ընտրությունների այդ մարդու պիտի թքած ունենար վրան, նույնիսկ մեկ ձայն չպետք է կարողանար բերել։ Բայց ամեն դեպքում հիմա Նիկոլ Էտրիան-Տրազանգվածը ցավոք սրտի կարողանում է ժողովրդի մի որոշ խավի, բայց կարծում եմ հիմա ժողովրդի գիտակից խավը գոնե պիտի հասկանա կամ փորձի են մարդիկ, ովքեր մնացել են տանը 2021 թվականին, չեն մասնակցել ընտրություններին, հասկանան, որ իրենց մասնակցությամբ կարող են շատ բան փոխել եւ այս ընտրություններին մասնակցելով ըստակորեն, այդպես ասած, պատասխան տան այն ամեն ինչի, որ տեղի ունեցել այս վերջին առվազն 5 տարիների ընթացքում եւ կարծում եմ, այս ամեն ինչը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ համար չընտրվի որպես երկրի ղեկավար։ Եվ ինչու պետք է հասարակությունը գնա ազգային թևի հետևից, մանավանդ նաև դուք էլ հրապարակային աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին, խնդրեմ։ Գիտեք, մենք ամբողջ այդ կորուստների կողքին, որ ունեցել ենք, մենք շատ կարևոր կորուստ ենք ունեցել։ Դա մեր ազգային արժանապատվության կորուստն է, այսինքն մեզ որպես ժողովուրդ, որպես ազգ աշխարհում ժամանակին հարգում էին, մեծարում էին, պատվում էին, ասենք որպես սփյուռքահայտ դուք ապրում եք սփյուռքում, դա ձեզ համար շատ ավելի շատ շոշափելի է, հասկանալի է, երբ քեզ հարգում են որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես ասած մի մասնիկ որ ունի, պես պետություն, երկու պետություն ունի, պատերազմում հաղթած ժողովուրդը եղել այդ ժողովրդի ներկայացուցիչն է արդ երկրում, օրինակ, իսկ մեր դեպքում եմ ասում։ Բայց այս ամեն ինչի կորուստների արդյունքում մենք նաև մեր ազգային արժանապատվությունն ենք կորցրել, մեր ինքնությունն ենք կորցրել։ Տեսնում ենք ամեն օր մեր ինքնությունից մի-որ բան փորձում են պոկել եւ մեզ համոզել, որ դա ավելնորդ է, եթե ուզում ես պետականություն ունենաս, դա չպետք է ունենաս։ Արարատն են փորձում հանել գերբերից, ես ինչ գիտեմ, ցեղասպանության թեման են փորձում շրջանցել, արցախայության իրավունքների մասին չխոսել, ես ինչ գիտեմ, եկեղեցու դեմ են սկսում տարբեր տեսակի հարձակումներ սկսել, նոր սահմանադրության մեջ ընտանիքի տարբեր այդպես ասած խոսում է, որ այդպես ասած կառույցների կապակցությամբ լուրջ սպառնալիքներ կան, որոնք մեր արժեհամակարգերին դեմ են։ Դեք այս ամեն ինչը մեր ազգային ինքնության եւ արժանապատվության թեման է։ Եվ այս ամեն ինչի տեր կարող է կանգնել միայն մեկ ուժ, որը ինքը ազգային, այդպես ասած, հավատացած է նման թեմաների։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորս էլ գիտենք, եւ չի էլ թաքցնում գոնե այս թվում սա միակ դեպքն է, որ ինքը շատ անկեղծ է իր հայտարարությունների մեջ, որ շատ հստակորեն ասում է, որ այդ թեմաները Արցախի թեման այլևս չի հետապնդելու, ցեղասպանության մասին շատ հստակ ասում է պատմական արդարության իրականացման նպատակ չունեմ, չեմ ուզում հետապնդեմ, Արարատի մասին շատ հստակ, գոնե այդ բաները ինքը շատ անկեղծորեն բացատրում է։ Եվ կարծում եմ պիտի հասկանանք, որ եթե ցանկանում ենք մեր ազգային արժանապատվությունը վերականգնել, բնականաբար դա չի կարող վերականգնել Նիկոլ Փաշինյանի միջոցով, որտեղ այն ամեն ինչը, որ ինքը խոստանում է որպես պետություն, դա ընդհանրապես մի պատրանք է, այդպիսի պետություն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ, այն ինչը, որ ինքն ասում է, մի հատ փոքր իշխանություն է լինելու, իր սեփական իշխանությունն է, որը գոյություն կարող ունենալ մինչև այն ժամանակ, երբ քո այդպես ասած հարևանը թշնամին, ասենք Ադրբեջանը, Թուրքիան ցանկացած պահանջ դնում են, եթե դու կատարում ես այդ պահանջը, դու գոյություն ունես։ Այն պահից, որ դու չկատարես իրենց պահանջները, կհայտնվես լինելության եւ գոյության հարցը կգնա, խնդիր կգնա հարցականի տակ։ Բնականաբար այդ իրավիճակում չհայտնվելու համար միակ հնարավոր տարբերակը դա ազգային ուժերի ընտրությունն է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին չեն սիրում, Սամվել Կարապետյանին ցանկացան, Սամվել Կարապետյանին չեն սիրում, Գագիկ Ծառուկյանին։ Վերջապես դժվար չի ընտրությունը հասկանալ, որ այս տեխնացուների միջից ովքեր են, ովքեր կենտրոնացած են, այսպես ասած, ազգային արժեքների վրա։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ Ես եմ համաձայնեցիք շնորհակալ։ այս զրույցին։ Շնորհակալ։